Բարի երեկո, օրլրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Արցախի սահմանին օպերատիվ իրադրությունը հանգիստ է եղել, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից։ Բունդեսթագը 1915 թվականի իրադարձություններն ամենաուղղակի կերպով բնորոշում է որպես ցեղասպանություն։ Գերմանացի խորհրդարանականները հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձևի նախագիծը ընդունել են գրեթե միաձայն։ Հակառակորդի զինուժի ցանկացած տեղաշարժ վերահսկողության տակ։ Արցախի ազատամարտիկների միությանը կից ստորաբաժանումները շարունակում են ծառայությունն առաջնագծում։ Եկել ենք մեր հողը պահելու համար, մեր հայրենիքը պահելու համար։ Վիգեն Արաբյանն ու ընկերները սկսել են քնապարկերից անցել անձրևանոցներին, Արցախ են բերել առաջին խմբականակը։ Վաղը հանրապետությունում տրվում է քննաշրջանի մեկնարկը, որքանով են պատրաստ գնահատման եւ թեստավորման կենտրոնում քննությունների բարենպաստ ընթացքի համար։ Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրություն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել։ Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից, որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ եւ հան 17 տիպի նռնականետ 2 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում եւս օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ։ Հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում առաջադրված խնդիրները։ Այսօր ժամը 9:15-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997 թվականին ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ ԼՂ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորուստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։ Գերմանիայի Բունդեսթագն այսօր 1 ժամից ավելի տևած քննարկումներին հաջորդած քվեարկությանը ձայների գերիշխող մեծամասնությամբ ընդունել է հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձևի նախագիծը, որում 1915 թվականի իրադարձություններն ամենաուղղակի կերպով բնորոշվում են որպես ցեղասպանություն։ 1 դեմ, 1 ձեռնպահ։ Բունդեսթագի падգամավորները շուրջ 100%-ով կողմ են քվեարկել բանաձևի նախագծին։ Սա իշխող կոալիցիոն եռյակի եւ ընդդիմադիր կանաչների ու ձախերի համատեղ փաստաթուղթն է, որի մշակմանը նախորդել են խիստ աղմկահարույց քննարկումներ։ Ավելի վաղ կառավարության փոխուսնակը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սատարում է բանաձևին եւ պրոբացիոն քվեարկության ժամանակ նույնպես կողմ է քվեարկել դրան։ Այդուհանդերձ իր ունեցած պայմանավորվածությունների պատճառով Մերկելը այսօրվա քննարկումներին ու քվեարկությանը չի կարողացել մասնակցել։ Նիստին ներկա էին նաեւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի դեսպանությունների ներկայացուցիչներ։ Գերմանիայի Բունդեսթագը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդն ու տեղահանումը որակեց որպես ցեղասպանություն։ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին անունով բանաձևն ընդունվեց գրեթե միաձայն, ընդամենը 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն։ Բանաձևում ասվում է, որ Գերմանիան այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը որոշակի պատասխանատվություն է կրում հայերի զանգվածային սպանությունը կանգնեցնելու նպատակով քայլեր չձեռնարկելու համար։ Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները մարդկության դեմ ամենածանր հանցագործություններից է։ Քննարկումների ժամանակ ասաց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Դիետմար Նիետանը։ Այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի կառավարության դաշնակիցն է աչք փակել այդ ամենի վրա։ Ես խոսում եմ Գերմանիայի մասին։ Բազմաթիվ երեխաներ, կանայք ու տղամարդիկ գիշերով հանվել են իրենց տներից ու բռնի քաշվել անապատ։ Իսկ ճանապարհին ավազակային խմբերին թույլ է տրվել հարձակվել եւ խլել այն փոքր ունեցվածքը, որ այդ մարդիկ հասցրել էին վերցնել իրենց հետ։ Դա այն ժամանակվա Օսմանյան կայսրության առաջնորդների քաղաքականությունն էր, որի նպատակն էր հայերին, ինչպես նաև հույների եւ ասորիների տեղահանումն ու ոչնչացումը։ Պատգամավորը հստակեցրեց, իրենք դատարանում չեն գտնվում, այլ Գերմանիայի խորհրդարանում եւ ոչ մեկ դատապարտյալի աթոռին նստած չէ։ Սա ոչ թե մեղադրանք է, այլ խոնարհում ցեղասպանության զոհերի առջև, ընդգծեց Նիետանը։ Նա գործընկերներին կոչ արեց չմտածել, որ արտասանելով ցեղասպանություն բառը վիրավորում են թուրք ժողովրդին։ Նրա խոսքով Թուրքիայի երիտասարդներն արդեն ավելի շատ են խոսում այս թեմայի մասին, ինչը հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման նոր հույս
սեր է տալիս։ Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ եւ ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ։ Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն, փոխըմբռնման եւ հաշտեցման հասնելու համար։ Ամենասարսափելին այն է, որ հայ բառն այսօր Թուրքիայում շարունակվում է օգտագործվել իբրև հայոյանք, ասաց Գերմանիայի կանաչների կուսակցության ղեկավար ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, հավելելով, որ երբեմն ինքն էլ է վայելում հայ կոչվելու պատիվը։ Նկատի ուներ, թե ինչպես են շատ թուրքեր իր հայանպաստ գործունեության համար իրեն հայ անվանել։ Եզրափակելով ելույթը Օզդեմիրը նշեց Բունդեսթագի պատգամավորներին այսօր ոչինչ չի սպառնում իրենց կարծիքը հայտնելու համար։ Ինձ համար շատ կարևոր է գիտակցել, որ Բունդեսթագից դուրս գալուն պես չեմ ձերբակալվի, տուն հասնելուն պես չեմ իմանա, որ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը ձեռքիցս խլել են, սակայն այդ ամենը սպառնում է այն պատգամավորներին, որոնք Թուրքիայում ելույթ են ունենում հօգուտ հաշտեցման։ Գերմանահայկական ֆորումի նախագահ Գերմանիայի Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերն ելույթում հայերեն ու թուրքերեն դիմեց երկու ժողովուրդներին։ Բունդեսթագում քննարկումներին ներկա էր նաև հայկական պատվիրակությունը։ Իդեպ բանաձևը համատեղ կազմել եւ ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն, սոցիալ-դեմոկրատական եւ ընդդիմադիր կանաչների կուսակցությունները։ Նախագիծը պետք է հաստատվեր այս տարվա փետրվարին, բայց Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու եւ միգրացիոն ճգնաժամի հարցով Անկարայի հետ Եվրամիության կնքած համաձայնագիրը չխզելու համար հետաձգվեց։ Գերմանիայի խորհրդարանը դեռ 2005 թվականին էր ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջջման, էթնիկ զտումների եւ աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չէր ցեղասպանություն եզրույթը։ Այսօր բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա են կազմակերպել Բունդեսթագի շենքի առջև եւ ծափողջույններով երգով ընդունել բանաձևի ընդունման մասին լուրը, քոչարի պարել։ Հունիսի 1-ին էլ մեծ թվով գերմանաբնակ թուրքեր էին ցույց կազմակերպել Բեռլինում, հորդորելով Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել հայոց ցեղասպանության մասին բանաձևին, ուզածին չհասան։ Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարտկային պայքարում։ Մինչ այսօր Գերմանիան եւ Ավստրիան որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ ընդունում են հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը 101 տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը, նշել է Էդվարդ Նալբանդյանը։ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է աջակցել Թուրքիայի եւ Հայաստանի միջև երկխոսության կայացմանը։ Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստն այդպես է մեկնաբանել կանցլերը։ Անգելա Մերկելը նշել է. Ցեղասպանության ճանաչումը ժողովրդավարության մշակույթի գործուն օրինակ է։ Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, ինչպես եւ սպասվում էր, Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Անկարա։ Հուրիեթի փոխանցմամբ դեսպանը հետ է կանչվել Թուրքիա խորհրդակցությունների նպատակով։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիայից անմիջապես արձագանքել է Բունդեսթագի որոշմանը։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած այդ բանաձևն ըստ էության թուրք-գերմանական հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն կունենա։ Վերադառնալուց հետո մենք կտանք դրա գնահատականը, կասենք, թե ինչ քայլեր կկատարենք այդ ուղղությամբ եւ դրանից հետո կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, ասել է Թուրքիայի նախագահը։ Նրանք չեն սպասում հրավերների ու կոչերի եւ վտանգի պահին առաջնագծում են խաղաղության ժամանակ թիկունքում։ Արցախյան պատերազմի վետերաններն ապրիլի 2-ից կամավորագրվել ու շարունակում են մնալ մարտական դիրքերում։ Նրանց միավորում է Արցախի ազատամարտիկների միությունը։ Այն հավասարապես պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության համար։ Միությանը կից ստորաբաժանումները մասնակցում են մարտական հերթապահությանը, իրականացնում ինժեներական աշխատանքներ։ Արցախի ազատամարտիկները միակարծիք են, միասնականությամբ հաղթել ենք 3, միասնականությամբ դիմակայում ենք ժամանակի մարտահրավերներին։
Ադրբեջանական բնակավայրերից մեկն այստեղից անզեն աչքով է տեսանելի, բայց հայկական դիրքերից դրանք նշանառության տակ չեն պահում։ Ասում են խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում, փոխարենը նշանառության տակ են հակառակորդի մարտական դիրքերն ու տեղաշարժը։ Զինված դիմակայությունից հետո այստեղ էլ ուժեղացված է հերթապահությունը։ Անելիքներ կան եւ դրա համար մենք հատուկ գրաֆիկ ենք սահմանել, որի ընթացքում եւ մարտական հերթապահություն ենք իրականացնում եւ ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում։ Փորձով այդ երկուսը համատեղել մենք կահավորում ենք մեր դիրքերը, որպեսզի մեր զինվորների համար անվտանգությունը ավելի բարձր լինի եւ կարողանանք նրանց կյանքը ավելի ապահով դարձնել։ Եվ հերթապահություն եւ ինժեներական աշխատանքներ։ Արցախի ազատամարտիկների միությանը կից ստորաբաժանումներն այսպես են ստանձնել խնդրի կատարումը։ Աշխատանքների ընթացքին հետևում է բանակի զորամիավորումներից մեկի հրամանատարը։ Կամավորներն այստեղ զինվոր են։ Ծառայությունն էլ կազմակերպում են ըստ վերադասի հրամանների։ Գնացել ենք միություն գրվել, եկել ենք ստե մեր հողը պահելու համար, մեր հայրենիքը պահելու համար։ Դրա համար այս չանք չարչարվում ենք, ամեն ինչ անում ենք, որ մեր հայրենիքը միշտ ապահով լինի։ Երիտասարդ կամավորների հետ հայրենիքի անվտանգության համար նաև ավագ սերունդն է պատասխանատու։ Երեկվա պատերազմում հաղթած ազատամարտիկները կրկին շարքում են։ Երբ խաղաղություն է, զբաղված են ստեղծագործ աշխատանքով, երբ լարված է իրավիճակը, հրավերների ու կոչերի չեն սպասում նրանք։ Վտանգի պահին վետերանները պատերազմի փորձով զինվոր են։ Այս տղաները այս պատերազմը իրենք ով վերապրել է, ով հիշում է 2-3 տարեկանից, ով ծնվել է այդ տարիներին, ինձ թվում է նրանց մոտ ինչ-որ մի բան նախանց կար մեծերի հանդեպ, որ ինչու՞ չէ թող մեր ժամանակին եւ նրանք իրենց դուխը ցույց տվեցին եւ նախանձում եմ նրանց։ Մերն անցել է, մենք այն ժամանակ ուրիշ էր մեր մտածելակերպը, մեր պահվածքը ուրիշ է։ Եվ դպրոցում որ աշխատում էի, ճիշտ ասած երեխեքին ասում էի շատ հայրենասեր չեք ուզում սովորել, ոչ մի բան չեք անում։ Բայց երբ որ եկա իրենց կռիվը տեսա, զանգեցի իմ դասատներից մեկին եւ ասեցի երեխաներից ներողություն խնդրի իմ տեղը, մենք սխալվել ենք։ Նորայր Բաղդասարյանը դիրքում նշանակություն չի տալիս տարիքային հարաբերությանը, հակառակը երիտասարդներին իր փորձն է փոխանցում, ինքն էլ փորձում սովորել նրանցից։ Այսպես ավագ ու կրտսեր ծերունդը հերթապահում են պաշտպանության բնագծի հյուսիսային ուղղության հենակետերում։ Ինքը կամավորագրվել է Աբովյան քաղաքից, Արգամն էլ Գորիսից է շտապել Արցախ։ Սրետի մեր հայրենիքին է պետք, մեր սահմաններին է պետք, մեր խրամատներին է պետք։ Ու ոչ տարտանջում ենք, ոչ մի բան։ Մենք մեր գործն ենք անում, մենք մեր պարտքն ենք տալի, ուրիշ ոչ մի բան։ Արդյուն եթե պարտքես լինում ինչ-որ մեկին պետք է տաս անպայման։ Մենք էլ մեր հայրենիքին ենք, պարտք պիտի մեր պարտքը տանք, ու ինչքան ապրենք պարտք ենք մնալու։ Կապ չունի տարիքը, սեռը։ Այստեղ են ապրելի 2-ից եւ կմնան որքան պետք է։ Մարտական հերթապահությանը զուգահեռ Արցախի ազատամարտիկների միությանը կից ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրում շարունակում են ուսումնավարժական պարապմունքները։ Օգտակար են հայրենիքին ոչ միայն խոսքով ու ոգով, այլ նաեւ գործնականում խնդիրը գիտակցելով։ Կամավորները երբ զգում են երկրին վտանգ է սպասում, բոլորը միանգամից ոտքի են կաղնում եւ իսկույն զինվորի կողքին են կաղնացնում։ Այդ աջակցությունը պետք է եւ դա պետք է շուտ կատարվի, ոչ թե դա կռվի ժամանակ, այ խաղաղ ժամանակներում պետք է որ աջակցեն բոլոր աշխատանքներում, թե ինժեներական, թե դիրքի պահելու դեպքեր։ Կահավորված ու անվտանգ դիրք պատրաստված զինվոր պատրաստական հասարակություն, Արցախի ազատամարտիկները նույն համոզմունքին են, ազգն անհաղթելի է միասնականությամբ, եւ հայը ցույց տվեց համախմբվելու իսկական օրինակը։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Ապրիլյան պատերազմը բանակի կարիքների շուրջ հասարակության տարբեր խավերի համախմբման սկիզբ դրեց։ Գործընթացը ապրիլի առաջին օրերից սկսվեց եւ այսօր էլ շարունակվում է։ Առաջիններից մեկը Վիգեն Արաբյանը ներգրավեց այս նախաձեռնության մեջ ծրագրի շրջանակներում այսօր հերթական անգամ էր Արցախում։ Վիգեն Արաբյանն ու ընկերները սկսել են քնապարկերից անցել անձրևանոցներին, Արցախ են բերել վրան անձրևանոցների առաջին խմբականակը։ Մի շարք սփյուռքահայ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակին է հանձնվում ամերիկյան բանակի նմուշով համազգեստի մեջ ընդգրկված անձրևանոցի նմուշով կարված անձրևանոց,
1500-ի շուրջ 1500 քանակով։ Անձրևանոցները պատրաստվել են Հայաստանում, սակայն գերմանական արտադրանքի օրինակով եւ տեխնոլոգիայով։ Փոքրիկ շտկումներն էլ միայն ավելի բազմաֆունկցիոնալ են դարձրել դրանք, անջրաթափանց են դարձվել անգամ կարերի տեղերը, իսկ մակագրությունը հավաստում է հասցեատերը հայկական բանակն է։ Արցախ է հասել անձրևանոցների առաջին խմբականակը։ Առաջիկա օրերին նախաձեռնության համակարգողները կրկին Արցախում կլինեն հերթական խմբականակով։ Եվս 1500 անձրևանոց ներկայումս կարվում է Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետությունում եւ մոտորերս նորից կներկրվի Արցախի Հանրապետությունի։ Անձրևանոցների մատակարարման ծրագրի ավարտից հետո վրանների մատակարարմանն են անցնելու։ Վիգեն Արաբյանը ցուցադրում է 4 տեղանոց վրանը բացվում է վայրկյանների ընթացքում, անգամ հարմարավետության որոշ տարրեր են հաշվի առել։ Ցանկանամ նշել, որ վրանները եւս շատ բարձր որակի են, համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին եւ չափանիշներին։ Հավաքելն էլ բարդ չէ, մի քանի վայրկյան էլ դրա համար կպահանջվի։ Անձրևանոցների մատակարարումից հետո նման 400-450 վրան են տրամադրելու Պաշտպանության բանակին։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր։ Վաղը հանրապետությունում տրվում է քննաշրջանի մեկնարկը, ավարտական ու միասնական քննություններով կստուգվեն շրջանավարտների ստացած գիտելիքները։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ամեն ինչ պատրաստ է քննությունների բարենպաստ ընթացքի համար։ Արդեն 10 տարի է քննությունները կազմակերպվում են գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից։ Հանդիսանալով միջնորդ օղակ, այս մարմինը պատասխանատու է քննությունների կազմակերպված ու օբյեկտիվ անցկացման համար։ Այս տարի որոշ փոփոխություններ կան ընթացակարգում։ Տարիներ շարունակ 12-րդ դասարանների ավարտական քննությունները անց են կացվել հենց դպրոցներում եւ ստուգվել են դպրոցներում, չնայած որ տրամադրում ենք թեստերը մենք։ 9-րդ դասարանում երկու քննություն է, հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա քննությունները անցկացնում եւ ստուգում էր գնահատման թեստավորման կենտրոնը տարիներ շարունակ, իսկ մնացած 3 առարկաները էլի անցկացվում եւ ստուգվում էին դպրոցներում, սակայն այս տարի փոփոխություն եղավ հենց 9-րդ դասարանի քննություններում, այսինքն հայոց լեզու եւ գրականություն եւ մաթեմատիկա առարկաները այս տարի եւս կանցկացվեն դպրոցներում, այսինքն ել չեն լինի քննական կենտրոններ, որտեղ 9-րդ դասարանցիները կենտրոնացված էին հանձնում քննությունները եւ այլևս չենք ստուգի մենք, բայց խոսքը այս տարվա մասին է, հուսով եմ մյուս տարի արդեն այդ խնդրը լուծված կլինի։ Նշված փոփոխությունները կատարվել են ապրիլյան դեպքերի հետ կապված։ Կոնկրետ հենց քննական կենտրոններ էին, հենց Թալիշի դպրոցը քննական կենտրոններ եւս եւ որպիսի մենք ինչքան հնարավոր է ավելի քիչ լինեին խնդիրները, որպիսի երեխաները, ընտանիքները դեռ տեղից տեղ էին տեղափոխվում, իսկ հետեւել անընդհատ ու գտնել, որ աշակերտը որտեղ էր, ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր, ու հնարավորինս ինչքան հնարավոր է մենք ճշտումներն արել ենք, որպիսի կարողանանք այդ երեխաներին եւս ապահովել թեստերով, բայց կանցկացվեն դպրոցներում եւ կստուգվեն դպրոցներում։ Որևէ դպրոցական գործընթացից դուրս չի մնալու, ով որ դպրոցում սովորել է, այնտեղ էլ քննություն է հանձնելու։ Բոլորի տեղերը ճշտված են, բոլորի համար թեստերը դրված են, որևէ երեխա չի մնալու առանց թեստ, որևէ երեխա չի ունենալու խնդրեմ։ Այսինքն Թալիշից երեխաներ կան, որ Ստեփանակերտում են, դե միասնական քննությունները այսպես թե այնպես էստեղ են հանձնելու, իսկ ավարտական քննությունները որ երեխան հիմա որ դպրոցը որ հաճախում է, ինքը հենց այնտեղ էլ հանձնելու է, որտեղ մենք արդեն բոլորի համար ապահովել ենք, բոլորին ապահովել ենք թեստերով։ Խոսքը միասնական քննությունների մասին չէ, դրանք կենտրոնացված կազմակերպվելու են մայրաքաղաքում։ Խոսքը միայն 9-րդ դասարանի քննությունների մասին է։ Միասնական քննությունները ոնց եղել են, լինելու է եւս այս տարի նույն ձևով, այսինքն մենք ունենք արդեն ստեղծված են 6 քննական կենտրոններ, Արցախի պետական համալսարանն է, համար 1 հիմնական դպրոցը, համար 2 հիմնական դպրոցը, համար 7 հիմնական դպրոցը եւ 8 ու 11 ավագ դպրոցները մեր քննական կենտրոններն են լինելու, որտեղ մենք 800-ից ավել դիմորդներ ունենք գրանցված։ Քննությունների օբյեկտիվ ընթացքի համար բոլոր պայմանները ստեղծված են, տեխնիկական եւ վերահսկման, ծնողները եւ բոլոր հետաքրքրվողները ողջ ընթացքին հետևելու հնարավորություն կունենան։ Ամբողջ դահլիճում տեղադրված են տեսախցիկներ։
այնուհետև դրված է դրսում մեծ էկրան, ծնողները կամ այն մարդիկ, ում հետաքրքրում են քննությունները, իրենք կանգնած այնտեղ տեսնում են բոլոր անկյունները, ամբողջ դահլիճը տեսնում են։ Այսինքն ցանկացած բան, որ կատարվում է ներսում, դրսում տեսանելի է։ Մարինա Մկրտչյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը FIDE-ի դասակարգման հյունիսյան աղյուսակում բարձրացել է 4-րդ տեղ։ Նախորդ 3 ամիսներին Արոնյանը զբաղեցնում էր 7-րդ տեղը, առաջատարը աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Արոնյանը զիջում է նաև ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Մարզական այլ նորություններ Սերժո Արշակյանն է մեկնաբանում։ Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար։ Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանը վաստակեց կեսմիավոր։ 6 տուրից հետո միազնյա առաջատարը բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան է 5 միավորով։ Լիլիթ Մկրտչյանը եւ եւս 11 շախմատիստուհիներ առաջատարին զիջում են կեսական միավոր։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ամերիկյան հավաքի երկրորդ ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց Էլ Սալվադորին, որը 97-րդն է FIFA-ի դասակարգման աղյուսակում։ Հանդիպման երկրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Էլ Սալվադորի թիմի պաշտպանը գրավեց սեփական դարպասը, բացելով խաղի հաշիվը։ Հայաստանի հավաքականը շուտով խփեց նաև երկրորդ գոլը, որը իր անվան դիմաց գրանցեց մակեդոնական Վարդարի պաշտպան Հովանես Համբարձումյանը։ 70-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի արտակարգ փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը մենմենակ դուրս եկավ դարպասապայի դեմ եւ մրցակցի պաշտպանի օգնությամբ խփեց Հայաստանի թիմի 3-րդ գոլը։ 75-րդ րոպեին էլ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Գեգամ Կադիմյանը։ Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ֆուտբոլային միության վարկածով ճանաչվել է Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 3-րդ լավագույն ֆուտբոլիստը։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվել Մխիթարյանի ակումբակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, երկրորդ տեղում Մյունխենի Բավարիայի Լե հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։ Daily Star պարբերականի հաղորդմամբ անգլիական Manchester United-ը միանում է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին։ Ըստ աղբյուրի հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը Լոնդոնի Arsenal-ն է, սակայն արդեն հայտնի է դարձել, որ Մխիթարյանի գործողություններին հետևում է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ։ Տոտենհեմից եւ Չելսիից զատ Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև Թուրինի Յուվենթուսը։ Սերժո Արշակյան, օր։ Այսքանը դուք դիտում եք Օր ծրագրի հիմնական թողարկումը, մնացեք խաղաղությամբ եւ բարի գիշեր։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատևան ձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, վարկյանում 2-ից 7, ամպրոպի ժամանակ հնարավոր է 20-ից 25 մետր ուժգնությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 10-ից 15, ցերեկը 21-ից 26 աստիճան տաքություն։